նա Նիխոր անունով իր զորականին, պալատականին ուղարկում է Հայաստան և Հեր գավառի Նվարսակ գյուղում 484 թվականին տեղի ունենում նրանց հանդիպումը։ Այս հանդիպման ժամանակ Վահան Մամիկոնյանի հետ բանակցությունները շատ հետաքրքիր են ընթանում և ինչպես ներկայացնում է պատմիչ Ղազար Փարպեցին, ով փաստորեն եղել է մերձավոր գաղափարակիցը և փաստորեն գործակիցը Վահան Մամիկոնյանի, հենց նրա խնդրանքով է գրել իր պատմություն հայոց երկը, որտեղ նկարագրել է Վահանանց ապստամբությունը։ Այստեղ նա նշում է, որ Վահան Մամիկոնյանի շեփորներով էին մեր ուժերը դեպի պարսկական զորամաս ուղեկցում և սա նշանակում է, որ հաղթական գործողություն էր ընկալվում, այն, որ փաստորեն մեր վրա գերիշխող պետության ներկայացուցիչը և մեր նախարարական համակարգը ներկայացնող անձը հավասարը հավասարի պետք է թուղթ ստորագրեին իրար հետ։ Նախագծի գլխավոր գործընկերն է Կոնվերս բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։